Այսօր կներկայացնեմ երկիր, որտեղ ձմեռ պարզապես գոյություն չունի, որտեղ գրեթե մշտապես շողում է արևը, բարի գալուստ Ալբանիա, բարի գալուստ Դուրես։ Եթե առաջին անգամ եք լսում այս քաղաքի մասին, վստահ եղեք, այն ձեզ կգրավի իր ջերմությամբ ու տաքությամբ, միևնույն ժամանակ գեղեցկությամբ և պարզությամբ։ Սրանք սիրողական կադրեր են նկարված հունվարի 28-ին, այո, սա ձմեռն է Դուրեսում, արևը շողում է, մարդիկ քայլում են ոչ շատ տաք հագնված։ Հետաքրքիր փաստ Դուրեսի մասին։ Պալմաները, որոնք այսօր Դուրեսի խորհրդանիշներից են համարվում, բնականորեն այստեղ չեն աճել։ Դրանք բերվել են այլ երկրներից, հիմնականում Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից, դեռևս կոմունիստական ժամանակաշրջանում որպես քաղաքի արևադարձային դիմագծի մի մաս։ Այս ժամանակ Ալբանիան փորձում էր Դուրեսը դարձնել զբոսաշրջիկային կենտրոն Իտալիայի Ռիվիերայի նմանությամբ, և պալմաները իրենց էկզոտիկ տեսքով այս գաղափարի մասին էին։ Այսօր Դուրեսը առանց պալմաների անհնար է պատկերացնել, բայց քչերը գիտեն, որ այս ծառերը երբեք չեն եղել քաղաքի բնիկ բուսականության մաս։ Ալբանիան այն եզակի վայրերից է, որտեղ արևը շողում է ավելի քան 300 օր տարվա ընթացքում։ Այստեղ գրեթե մշտապես ջերմ է ու պայծառ, նույնիսկ ձմռան ամիսներին։ Իսկ սրանք արդեն կադրեր են ապրիլի 20-ից, ծառերը կանաչ են և մարդիկ վայելում են ծովն ու հրաշք բնությունը։ Ալբանիան մշակութային երկիր է, որտեղ շատ են մշակութային վայրերը, բայց նաև բնությունն է շատ շռայլ, այն դրախտավայր է ցանկացած մարդու համար։ Դուրեսը Ալբանիայի հնագույն քաղաքներից է, որի պատմությունը սկսվում է ավելի քան 3000 տարի առաջ, բայց Դուրեսը միայն պատմություն չէ։ Այստեղ կա այն, ինչ փնտրում է հոգնած մարդը՝ հանգիստ, արև, ծով, բարություն։
Եթե ուզում եք բացահայտել մի երկիր, որը դեռ բոլորը չեն բացահայտել, դուք ճիշտ տեղում եք։ Սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին և մեկնաբանություններում գրեք, թե ինչ գիտեք Ալբանիայի մասին։